Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք փետրվարի հայլային ամսաթվի մասին, ինչը մեզ սպասվում 02/02/2026 թվականին։ Փետրվարը մեզ կդիմավորի առանձնահատուկ ամսաթվով։ Հայլային ամսաթվերը միշտ գրավել են միստիկների, թվագետների և պարզապես ուշադիր մարդկանց ուշադրությունը։ Նման օրերը ունեն ուժեղացված էներգիա և խորհրդանշում են կարևոր փոփոխությունների սկիզբը։ Ինչ է մեզ սպասվում այդ օրը, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել և ինչպես օգտագործել հայլային ամսաթվի էներգիան մեր բարօրության համար։ Հայլային ամսաթիվը թվային համադրություն է, որի դեպքում ամսաթիվը նույն կերպ է ընթերցվում ձախից աջ և աջից ձախ։ Հենց 0202 կատարյալ օրինակ է։ Երկուսներն ու զրոները ստեղծում են ներդաշնակ թվային արտացոլում։ Նման օրերը հաճախ անվանում են դարպասներ, երբ հնարավոր է ոչ միայն տեսնել սեփական կյանքի արտացոլումը, այլ նաև դրանում ներմուծել, մտցնել նոր իմաստներ ու փոփոխություններ։ Այդպիսի օրերին կարևոր է ստեղծագործել և էներգիան ուղղել խաղաղ ու կառուցողական հունով։ Փետրվարի 2-ի միստիկական և թվային նշանակությունը։ Թվագիտությունում երկուսը խորհրդանշում են ներդաշնակություն, գործընկերություն, կարեկցանք և ինտուիցիա, նաև զուգընկերություն։ Զրոն անսահմանության, վերածննդի և բարձր ուժերի հետ կապի թիվն է։ Ամսաթվի բոլոր թվերի գումարը կազմում է 5։ 5-ը ազատության, արկածների, փոփոխությունների և ներքին աճի թիվն է։ Այսպիսով, փետրվարի 2-ը իր մեջ կրում է հզոր էներգետիկ լիցք, նոր գործերի սկիզբ դնելու, նոր ուղիներ որոնելու, ինչպես նաև ինքներս մեզ ու շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակեցնելու համար։ 2026 թվականի փետրվարի 2-ը գիտակցման և սեփական ճանապարհը վերանայելու օր է, մի պահ մեզ և մեր կյանքը հայելու պես տեսնելու համար։ Սա այն պահն է, երբ պատճառահետևանքային կապերը հատկապես հստակ են դրսևորվում և այն ամենը, ինչ անում եք, շատ արագ արտացոլվում է շրջապատում տեղի ունեցողի մեջ։ Ինչ կարող է տեղի ունենալ փետրվարի 2-ին։ Շատերը կզգան կանգ առնելու, իրենց ներսը նայելու, մտքերում, զգացմունքներում և հարաբերություններում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտություն։ Սա հարմար ժամանակ է մեդիտացիայի, ինքնազարգացման, հին վիրավորանքներից և սահմանափակող համոզմունքներից ազատվելու համար։ Հնարավոր են կարևոր հանդիպումներ և նշանակալից զրույցներ, որոնք հարաբերությունները կհասցնեն նոր մակարդակի։ Օրը բարենպաստ է ստեղծագործական նախաձեռնությունների, անսովոր և համարձակ որոշումների ընդունման համար։ Հայլային ամսաթվի 0202-ի համար պրակտիկաներ և խորհուրդներ։ Առաջինը դա ներում և բաց թողնելու պրակտիկան է։ Այսօր օգտակար է վերլուծել հին վիրավորանքները, բաց թողնել դրանք և ներել, թե ինքներդ ձեզ, թե ուրիշներին։ Սա կբացի ճանապարհ նոր էներգիաների համար։ Երկրորդը դա աֆիրմացիաներ և ցանկություններ։ Բարձրաձայն արտասանեք կամ գրի առեք այն, ինչ ցանկանում եք ներգրավել ձեր կյանքում։ Հայլային ամսաթվերի ներքին ցանկությունների նկատմամբ տիեզերքը շատ զգայուն է։ Երրորդը դա ներդաշնակության մեդիտացիան է։ 10-ից 20 րոպե հատկացրեք հանգստին և ձեր ցանկությունների մասին մտորումներին։ Պատկերացրեք, որ ձեր երազանքներն արդեն իրականացված են, իսկ դուք լցված եք խաղաղությամբ և վստահությամբ։ Չորրորդը դա հոգատարությունն է գործընկերների և զուգընկերների նկատմամբ։ Օրը անցկացրեք վստահության և աջակցության մթնոլորտում ձեր մտերիմների հետ։ Ամսաթվի մեջ եղած երկուսը ուժեղացնում են հարաբերությունների դրական էներգիան։ Հինգերորդը ավարտեք անավարտը։ Կազմեք այն գործերի ցանկը, որոնք վաղուց սպասում են լուծման, և ավարտեք դրանցից գոնե մի քանիսը։ Սա խորհրդանշականորեն տեղ կազատի նորի համար։ Փետրվարի հայլային ամսաթիվը հնարավորություն է տալիս վերաիմաստավորել անցյալը, քայլ անել դեպի ապագա և ուշադրություն դարձնել ձեր իրական արժեքներին։ Թող այսօրը դառնա ոչ թե պարզապես օրացույցի հերթական ամսաթիվը, այլ ձեր դրական փոփոխությունների մեկնարկային կետը։